2020 թվականի սեպտեմբերի 29-ը 44 օրյա պատերազմի երրորդ օրը պատերազմ մենք ունենք զոհեր բոլորը փորձում են ինչ-որ մի բանով օգտակար լինել բանակին ինչ-որ մի բանով օգտակար լինել պետությանը եւ հենց այդ օրն է որ հրապարակվում է մի այսպիսի կոչ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են կոչ են կանում կողմերին շեշտում եմ կողմերին հավասարության նշանով կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ հետագա զոհերից խուսափելու եւ այլն եւ այլն եւ այլն այս հայտարարության հեղինակը ոչ այլ ոք է քան Սամվել Կարապետյանը Տաշիր Սամ ու այդ օրերին ես հիշում եմ բավականին աղմուկ բարձրացավ թե այս ինչ երկկողմանի հավասարության նշանով հայտարարություններ հետո գտնվեցին մարդիկ որ ասացին դե գիտեք ինչ կա մարդը փաստացի Ռուսաստանի քաղաքացի է ռուսաստանցի օլիգարխ է ռուսաստանցի գործարար է նորմալ է խնդիրներից խուսափելու համար նման հայտարարություն է անում դե հիմա ինչ որ է ու եթե ռուսաստանցի օլիգարխի համար սա ներելի բան է եթե մարդը Ռուսաստանի քաղաքացի է ռուսաստանցի օլիգարխ սա նորմալ է ներելի է կամ կարելի է սրա վրա աչք փակել ապա ճիշտ այն պահից սկսած երբ այս մարդը իր թիմը իր ընտանիքը քաղաքական հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն նրան պետք է ուղղակի ուղարկել տուն հեռու պահել Հայաստանի Հանրապետությունից